Շնորհակալություն, ես երևի այսօր երկրորդ անգամ ստիպված եմ պետական եկամուտների կոմիտեին եւ կոմիտեի ղեկավարին շնորհակալություն հայտնել, որովհետեւ լավ աշխատանքի համար պետք է շնորհակալություն հայտնել։ Եթե լիներ վատ աշխատանք քննադատեինք, բայց նախ առաջինը ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ արդեն որերորդ տարին է պետական եկամուտները գերակատարվում են եւ սա շատ կարեւոր ցուցանիշ է։ Եվ մենք հաջորդաբար որպես ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, այսպես ասած պլանները, որ դնում ենք բյուջեով պետական եկամուտների կոմիտեի առջև, անընդհատ ավելացնում ենք եւ անընդհատ մեր պլանները գերակատարվում են եւ այս առումով պետք է շնորհակալություն հայտնեմ եւ պետք է ասեմ, որ որպեսզի այդ պլանները կատարվեն, պետք է նաեւ համապատասխան գործիքներ տանք մարդկանց, այսինքն իրենք էլ ընթացքում հասկանում են, որ ինչ որ տեղ ըստ էության ավելի արդյունավետ աշխատելու համար պետք է սա եւ ես շատ ուրախ եմ որ պետական եկամուտների կոմիտեում հարկային եւ մաքսային աշխատողը այսօր մնացել են աշխատավարձի հույսին, այսօր մնացել են հավելավճարի հույսին, այսօր մնացել են պարգևավճարի հույսին, որովհետև մենք շատ լավ գիտենք երկար տարիներ այդ ոլորտում աշխատավարձն ինչ դերակատարում է ունեցել մարդկանց կյանքում, սովորական մաքսային ծառայողից մինչև պետ, մինչև ղեկավարություն։ Եվ այս առումով կարծում եմ հենց մեր հեղափոխության ամենակարևոր եւ ցայտուն օրինակներից մեկը այստեղ է, եւ նաեւ ես այլ ուղղություններով էլ տեսել, ոնց նայում ենք պետական եկամուտների կոմիտեն բազմաթիվ ուղղություններով մեր պետական կառավարման համակարգում կամ առաջատարն է կամ այդ առաջատար եռյակում է, օրինակ թվայնացման ոլորտում լավագույն լուծումներն են տրված ի տարբերություն մի շարք ոլորտների, որտեղ էլի մարդու կյանքում, տնտեսվարողի կյանքում էական հեշտացումներ են տեղի ունեցել։ Եվ այստեղ էլ ես փիլիսոփայությանը կողմ եմ, ավելին ասեմ, պարոն Բադասյան, այս փիլիսոփայությունը մենք հիմա հաշվեկնիչ պալատի մասին օրենքն ենք գրում եւ այնտեղ էլ ենք տանում կիրառում, ասում ենք ինչքան որակավորումը կբարձրանա, այնքան աշխատավարձը կբարձրանա։ Եվ կարող է այնպես լինել, որ մի բաժնի պետ ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան պալատի անդամը, որովհետեւ ինքը օրինակ ունի 10-րդ կամ 11-րդ մակարդակին է հասել, իսկ պալատի անդամը ասենք օրինակ երկրորդ կամ երրորդին է։ Այսինքն այդ մասնագիտական գնահատանքը ամենաիդեալական ձևով հենց այս համակարգերը տալիս է։ Շնորհակալություն, կարծում եմ լավ նախագիծ է եւ պետք է կողմ քվեարկել։ Արթուր Խաչատրյան